Ինչ եք որոշել աջակցել ուժեղ Հայաստանին։ Նոր չեն որոշել, ի սկզբանե են որոշել եւ կարծում եմ, որ այլ քայլ չկա։ Որոշել են, որովհետեւ յուրաքանչյուր հայ պետք է մտածի առաջին հերթին իր երկրի համար, երկրի ապագայի համար։ Եվ չկա մեկը, որ կասկածում է, թե այս իշխանությունները ինչ-որ քայլեր են անում երկրի համար, քայլեր են անում այլ ուղղությամբ։ Քայլեր են անում, որոնք միգուցե շատ ընդունելի են, հարապուրիչ են, գայթակղիչ են, բայց դրանք տանում են կործանում։ Այս ուժը առողջ ուժ է, եւ մենք պետք է շնորհակալ լինենք նրանց, որ նախաձեռնել են, պետք է իրենց կողքին լինենք, օգնենք, որովհետեւ այնիշ որ իրենք անում են երկրի համար։ Մարդիկ են, որոնք արդեն կայացած են, ոչ մի խնդիր չունեն իրենց անձնական կյանքում եւ իրենց ինչ-որ միտեղ կաշկանդելով, սահմանափակելով, վտանգելով անում են երկրի համար։ Տեսեք, տեսանյութ է տարածվեց, որտեղ ԿՊԱ-ականները բռնություն են գործադրում ուժեղ Հայաստանի անդամներին, Հայաստան դաշինքի անդամներին, ընդ որում տեսանյութերից մեկում հարվածում են կնոջը հղի, երեխային անչափահաս, դուք ինչպես եք վերաբերվում այդ դեպքերին։ Դրա մասին նույնիսկ շարժ է խոսել, բոլորիս էլ հայտնի է, որ նմանաբնույթ դեպքերը ուղղակի հանցագործություն են, սպասելի, ցավոք սպասելի, այսինքն եթե ինչ-որ մեկը մտածում է, ակնկալում է, որ իշխանությունները կփորձեն օրենքի շրջանակներում լինել, դա մի ամտություն է։ Դրա մասին չարժի խոսել, ուղղակի պետք է անտեսել, հասկանալ, որ Փաշինյանի խոսույթի մասին ինչ կասեք ընդդիմադիրները։ Հայտնի է, ես դրա մասին նույնիսկ չեմ ուզում խոսել։ Հասկանիչ իրեն ես պետք է տարածեմ, իր խոսույթը տարածեմ, ես նման պարտավորություն չունեմ։ Խնդրեմ իրենց խոսույթը կարող եմ տարածել, իրենց դրական մտքերը կարող են։ Կազմ կա Նիկոլ Փաշինյանը։ Ես չեմ որոշող, որոշողները պետք է որոշեն։ Իսկ եթե չեն ուզում որոշեն, կգա մի ժամ։ Կատարանը մերժեց Արամ Վարդևանյանի վարույթը։ Որ վարույթը։ Իր բառերի հետ կապված, որը Սամվել Կարապետյանին Իրավիճակը նորից եմ կրկնում, մի մտեք դրվագների մեջ, դուք ժամանակ եք կորցնում, եղած այդ ներուժնել ուղղակի փոշիացնում եք, մի մտեք։ Բնականաբար իշխանությունները ամեն քայլեր գնալու են, իրենց համար օրենք սահմանադրություն գրված չի։ Գրված է, բայց ոչ իրենց համար։ Հետևաբար դուք եթե ուզում եք դրվագների մեջ խորանալ գնահատական տալ, անիմաստ աշխատանք է։ Եվ եւս մեկ հարց խոսույթ կա տարածված, ասում են մարդկանց փող են բաժանում, դրա համար էլ գնում են։ Ինչ կասեք, փող բաժանում են, օրինակ ձեզ բաժանել է։ Չէ, դա ինչ չէին կարող բաժանել, դրա կարիքներ չկա, բայց գիտեք խնդիրը ինչումն է։ Ասում են մարդիկ, որոնք իրենք են դրա մեջ թաթախված, որովհետև եթե հրապարակայնորեն դու արձագանքում ես, ասում ես, որ չեք կարողանում մտքեր արտահանել, ես կվճարեմ, հետո լավ է, որ հիշում է, որ ոչ թե ինքն այլ կառավարությունը եւ ընդամենը ընտրություններից շատ առաջ, մի քանի ամիս առաջ հսկայական ներդրումներ է կատարում, թոշակները բարձրացման, չգիտեմ, սոցիալական աջակցության ծրագրեր, եւ եթե այդ միլիոնների ֆոնին ինքը ինչ որ ուզում է կեղծիքների միջոցով գնահատականներ տալ, պետք է դրանք շահոտալ, դա մի բան։ Այստեղ մարդկանց նայեք, որևէ մեկը նախ էսքան դուք մարդ կարող եք գումարով հավաքել, դա մի ամտություն է։ Հին զենք է, բայց կեղտոտ զենք է եւ չաշխատող զենք է։ Զորահանդեսի մասին ինչ կասեք, դուք տպավորված եք, օրինակ իրենք ասում են մենք զրոյից բանակ ենք կառուցել։ Գիտեք, ելի ես պետք է իրենց մեկնաբանեմ, ոնց որ ես նման հանձնառություն չունեմ, որովհետեւ Պես քաղաքացի տպավորված։ Քաղաքացի դուք բոլորդ շատ լավ գիտեք, որ իրենք օրական իրենց կարծիքը փոխում են։ Նույն մարդը 20 թվականին, ամենը սեպտեմբերին, պատերազմից մի քանի օր առաջ հայտարարում էր, որ Հայաստանի տարածաշրջանում հայկական զորքերը թերևս ամենակայացածն են, ամենաուժերն են։ Ես դա չեմ ասել։ Չէ, ես չեմ էլ իմանում, իսկապես մեր զինուժը համարում է ամենակայացածը, թե ոչ։ Ինքն էր պնդում պատերազմից առաջ։ Դե հիմա մի ուրիշ բան կասի, վաղը մի ուրիշ բան, ես չեմ ուզում։ Դրա կարիքը չկան։ Ավելի իրական, ավելի իրատեսական խնդիրների մասն ենք մենք հիմա մտածում, որտեղ մենք ահավոր վիճակում ենք։ Եվ մեր քաղաքացիներին կոչ անեմ դա adekvat հասկանալ, որովհետև հիմա դրա ժամանակը չի։ Մենք չենք գնում ընտրության։ Մենք չենք ընտրում մի ուժի, որ ասենք
շատ ավելի Ասում են հերթական ընտրություններ։ ներողություն եմ խնդրում, որ ավելի իրատեսական խոստումներ են տալիս մեկ, ուղղակի ընտրում ենք կամ Հայաստան ունի ապագա կամ չունի, ուրիշ ընտրություն չկա այստեղ։ Ցավոք։ Կներեք, լսում եմ, հարց եք տալիս։ Ասում էին հերթական ընտրություններն են, ոչ մի արտասովոր բան չկա։ Դե իհարկե իրենք այդպես կասեն, ես կզարմանայի, որ իշ բան ասեն, բայց բոլորն էլ հասկանում որ սա ընտրություն չի։ Շնորհակալություն։